Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առավոտյան Մարաթոր Սուրբ Էջմիածնի միաբանությունը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհած հայորդիների հիշատակին։ Պանթեոնում հոգևորականները ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ապա հոգևոր հայրերը աղոթք հնչեցրին ննջած զինվորների հոգիների խաղաղության համար։ Պետականությունը եւ հայրենիքը մեզ համար աստվածատուր պարգևներ են, ուստի եւ արժանի անսակարգ սիրո եւ հոգացության։ Մեզ համար հայրենիքը գանձ է, հա, եւ այստեղ պետք է լինի նաեւ մեր սիրտը, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն, իսկ հայրենիք սիրելու շնորհը երկնային շնորհ է, այդ շնորհը բացառիկ մարդկանց է տրված։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր-Մովսես Վարդապետ Սարգսյանը պատարագ մատուցեց Մարաթոր Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում։ Քարոզի շեշտադրումները խաղաղության մասին էին։ Մեր երկրի համար Աստծո պատգամած խաղաղությունը հաստատող ու պարտադրողը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են, իսկ երանելի խաղաղարարները հայտնույն զինված ուժերի հավատացյալ սպաներն ու զինվորները։ Տեր Հիսուս իր կյանքը տվեց որպես խաղաղարար, եւ սա այն գինն է, որ շատերը վճարեցին մեր երկրում խաղաղություն հաստատելու համար։ Թող Աստված լույս դարձնի նրանց հոգիները, սփոփի եւ մխիթարի նրանց հարազատներին։ 3 տարվա ընթացքում աչքներիս առաջ հայ տղամարդու կերպարը փոխվեց, սուրճ խմող փիլիսոփայողից նա վերածվեց գործունյա քաջ ու նվիրյալ մարտիկի։ 1990 թվականի հոկտեմբերին այսպես նկարագրեցին թերթերը հայկական կանոնավոր բանակի առաջին միավորման հատուկ գնդի ծնունդը ներքին գործերի համակարգում։ 1992-ի հունվարի 28-ին ընդունված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին որոշումով ստեղծված հայոց ազգային բանակի առաջին զորահանդեսից մինչև մեր օրեր եկեղեցին կարևոր առաքելությամբ բանակում է, ակտիվ դերակատար է հայ զինվորի բարոյահոգեբանական կերպարի կերտման գործում։ Հայտնի ճշմարտություն է, որ քրիստոնեությունը ներդաշնակության, համերաշխության, խաղաղության, այսինքն սիրո կրոն է, որ աշխարհում մարդկանց թելադրում է ապրել առանց տարաձայնությունների, առանց թշնամանքի։ Սա բոլորիս համար էլ ընդունելի է, բայց մենք գիտենք, որ աշխարհում սա պակասում է եւ քանի դեռ ազգերի միջև, պետությունների միջև չկա համերաշխություն, ըստի անհրաժեշտություն է դառնում ունենալ այնպիսի զորավոր պատներ, այնպիսի ուժ, որը կարող է եւ միշտ պետք է հակադրվի բռնությանը։ Ամեն երկրի համար այդ ուժը, այդ պարիսպը իր երկրի բանակն է։ Պատարագի ընթացքում կատարվեց հանրապետական մաղթանք։ Հոգևոր դասը զորակցություն հայցեց Տիրոջից մեր բանակի զինվորների, սպաների ու հրամանատարների համար։ Սարա Կարենի, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. Բանակի նվիրական օրվա առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին։ Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների եւ զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան 3 տասնամյակ Արցախյան պատերազմների եւ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը։ Սիրելիներ, մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է հայոց բանակի համակողմանի հզորացումը։ Մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։ Գոհությամբ ենք հաստատում, որ մեր հոգևոր սպասավորները հովական խնամքի համար եղել են եւ լինելու են հայոց բանակի սպաների ու զինվորների կողքին, որպեսզի զորացնեն ոգին մեր քաջարի մարտիկների եւ ամուր պահեն նրանց հավատքն ու հույսն առ Աստված։ Այսօր մենք մտահոգ ենք աշխարհում արկա լարված ու պատերազմական իրավիճակի, մասնավորապես մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։
Հավատն ունենք, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով եւ համազգային միաբանությամբ կարող կլինենք դիմակայել մարտահրավերներին եւ հաստատել մեր պետության ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը։ Եռաբլուրում հայրենիքի սրբազան հողում ամփոփված մեր նահատակների քաջարի սխրանքը եւ լույս հիշատակը թող մեզ համար դառնան սրբազան ավանդ, աննվազ պահելու հայրենիած սերը եւ նվիրումը, մեր ցավն ու վիշտը դարձնելու ուժ ու վճռականություն հանուն մեր հայրենիած շենացման ու բարգավաճման։ Բանակի այս նվիրական օրը աղոթում ենք հանուն հայրենիքի զոհված հերոս հայրենիների հոգիների հանգստության համար եւ հայցում շուտափույթ վերադարձ գերիալ հայրենիներին ու անհայտ կորածներին։ Թող Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին եւ իր խնամքի ներքո օրհնի ու պահպանի հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին այսօր եւ միշտ ամեն։